ձայնը։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, հանրայինի ուղիղ եթերում ձեր ձայնն է լսելի, ես Լուսինե Մուրադյանն եմ, առաջարկում եմ մեզ ոչ միայն լսել, այլև դիտել, մուտք գործեք armradio.am կայք, դիտել կոճակը սեղմեք եւ իհարկե կարող եք մեզ հետեւել Հայաստանի հանրային ռադիո հայատար գրելով Facebook-յան հարթակում, լայվը այնտեղ եւս գործարկված է։ Այսօր լսելի է լինելու բռնության ենթարկված երեխայի ձայնը, առհասարակ նմանատիպ խնդրի ենք ուզում ենք անդրադառնալ, որովհետեւ վեդիում կատարված գործողությունները, պատմությունը շատ շատերին ցնցեց եւ շատ շատերի համար հանդիսացավ սառը ջրով մի մեծ դույլ եւ սկսեցինք մտածել ահազանգի մասին մտածել ու շատ շատերը մտածում են թե ինչու այդպես եղավ մենք գիտենք որ բազմաթիվ մասնագետներ անդադար բարձրաձայնում են բռնությունների մասին բռնությունները չեն սկսվել նոր դրանք միշտ եղել են եւ ամբողջ աշխարհում փորձենք այսօր միասին հասկանալ երեխան իհարկե միշտ չէ որ բարձրաձայնում է իր ցավը պայմանավորված տարբեր գործոններով վախից անհարմարության զգացումից եւ երբեմն նրանք լռում են ու պարզապես չհասկացված լինելու զգացումից իսկ ամենավտանգավորը սկսվում է հենց այնտեղ որտեղ մեծահասակը չի տեսնում կամ չի լսում կամ էլ չի հասկանում Այ ինչպես կարողանանք այդ խնդրին լուծումներ տալ այսօր մեր հարցերին կպատասխանի Ժեստ հոգեբանական կենտրոնի հոգեբան Կիմա Գևորգյանը բարև ձեզ Բարև ձեզ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար ես բացմանս մեջ նշեցի որ սա նոր իրավիճակ չէ եւ հաճախ նաեւ մասնագետները խոսում էին որ բռնությունները երեխաների նկատմամբ շատ են եղել շատերը նաեւ ասում էին ոչ նման բան չկա մենք սիրում ենք չտեսնել Այն ինչ պետք է տեսնել ու բարձրաձայնել, պայմանավորված նաև ավանդույթներով, բահարևանը ինչ կասի, քողարկելով, այդ խնդիրները փորձելով որքան հնարավոր է ավելի խորը թաքցնելու։ Կարող ենք ասել, որ նոր մտածողությունը բերել է նրան, որ մենք ունենք кейսեր, որոնք բարձրաձայնվում են արդեն։ Շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն ուշադրություն հրավիրելու համար այս թեմային, որը իհարկե շատ նուրբ եւ խոցելի թեմա է, որին կուզենանք այսօր անդրադառնալ Այո, այսօրվա մտածողության մեջ բավականին շատ կա փոփոխություն, խնդրի մասին խոսելու, այն բարձրաձայնելու եւ իհարկե բարձրաձայնան միջոցով կանխարգելելու։ Իհարկե շատ տարբերվում է նաեւ մարզային մտածողություն ունեցող մարդկանց մտածելակերպը, քանի որ այնտեղ շատ ավելի ընդունված է քողարկել խնդիրները։ Դե փոքր է տարածքը, բոլորը իրար պայմանավորված, այո, ճանաչելիությամբ, քանի որ ճանաչելիությունը ավելի այնտեղ տարածված է մեկը մեկին գիտեն, դպրոցում գրեթե բոլորը իրար ճանաչում են, ինֆորմացիան շատ արագ է տարածվում եւ բնականաբար այդ ամոթի անհարմարության հետագայում կյանքը շարունակելու անհամատեղելիություն այդ ինֆորմացիայի հետ, այո, շատերին ստիպում է լռել դրա մասին։ Ցավոք լռելով իհարկե մենք խնդիրները չենք լուծում եւ այն թույլ ենք տալիս գոյություն ունենալ եւ ինչու՞ չէ կրկնվել։ Այստեղ այս դեպքը նաև բերեց նրան, որ երբ ուշադրության է հրավիրում, այստեղ գործի են անցնում նաև իրավապահ մարմինները եւ փորձում են իհարկե լուծումներ տալ, մենք նաև նկատեցինք մի քանի տարբերակներ, որ երեխաները վախեցել են ասել դրա մասին եւ եղել են ընտանիքի բարեկամը, հա, բռնարարը Այս պարագայում մասնագետները բոլորը միաբերան փաստում են, որ հիմնականում բռնարարները լինում են կամ ընտանիքի անդամները, հարազատները, բարեկամները կամ ընկերները, որոնց դու վստահում ես եւ մտքովդ անգամ չի կարող անցնել։ Դուք եք կիսում այդ կարծիքը։ Այո, ցավոք սրտի հաճախ այդ ծանոթության շրջանակը թույլ է տալիս ձեռք բերել երեխաների մոտ վստահություն։ Ոչ միայն երեխաների, չէ՞։ Այլ նաև ընտանիքի անդամների, այո, որ այն ընտանիքի հարազատն է, ծանոթն է եւ բնականաբար ծնողն է վստահում եւ այդ վստահությունը չարաշահելով հաճախ կարող ենք առնչվել նման դեպքերի։ Բայց կարծում եմ այդ դեպքերին առնչվում ենք նաև այն պատճառով, որ հաճախ, շատ հաճախ ծնողները ընտանիքում առհասարակ սեռական կյանքի, սեռական դաստիարակության հետ կապված ոչ մի ինֆորմացիա եւ սեռական ոչ մի կրթվածություն մեր երեխաները չեն ստանում հենց ծնողներից։ Ներեցեք, բայց հաճախ նաև կարիք ունեն այդ ինֆորմացիան ստանալ հենց ծնողները։ Այո, իհարկե, բայց դա է իրականություն։ Այո, հաճախ ծնողները
նախ իրենք չունեն ինֆորմացիա եւ չգիտեն ունենալու դեպքում ինչպես այն մատուցեն իրենց երեխաներին, որովհետեւ նույն այլ մտածողության սկզբունքով ամոթ է դրա մասին խոսել սեփական երեխայի հետ։ Դու դեռ երեխա ես։ Եվ երբ որ կար ժամանակ, երբ որ սեռական դաստիարակություն ուզում էինք մտցնել դպրոցներ կամ կրթական հաստատություններ, այո, բոլորը բոյկոտեցին, բողոքեցին, համարելով, որ դա ամոթ է, ոնց կարող է իրենց աղջիկ երեխան կամ տղա երեխան այդ տարիքում լսել սեռական դաստիարակության մասին, չնայած կարծում եմ իրենց ընկալումները սեռական դաստիարակության մասին էականորեն տարբերվում էր այնինչ որ իրենց երեխան պետքա ստանար։ Եվ այդ ինֆորմացիայի բացակայությամբ յուրաքանչյուր երեխա, այո, չգիտի ինչպես իրեն պաշտպանի։ Որն է նորմալ, չընկնի թակարդը։ Ինչպես չընկնի թակարդը։ Բռնարարը այո, ունի որն է իր անձնային տարածքը, որն են իր սահմանները, այո, որն են իր սահմանները, ով կարող է այն հատել կամ չհատել։ Եվ արդյոք ինչ որ մեկը իրավունք ունի անցնելու այն սահմանը, որը որ անցնում են շատ դեպքերում։ Մենք հաճախ նկատում ենք, որ հենց ծնողը ինքը չգիտակցելով ուղղակի բուռն սերն արտահայտելու համար սեփական երեխայի տարածքն է ներխուժում, համբուրելով տարատեսակ հատվածներ, հաշվի չառնելով, որ սեռերի տարբերություն կա եւ առհասարակ կան հատվածներ, որ նույնիսկ ծնողը պետք է չհամբուրի։ Այո, իհարկե։ Եվ այստեղ ուղղակի երեխան չգիտեմ, դուք բացատրեք այդ իրավիճակը։ Դե երեխան ընկալում է, որ դա նորմալ է, կարելի է, թույլատրելի է եւ բնականաբար հնարավոր է, որ այլ անձանց կողմից դա հատելը ընկալվի երեխայի կողմից սիրո արտահայտում իր նկատմամբ։ Անվնաս սիրո արտահայտում։ Այստեղ, հա, այս բaragայում կարող ենք դա էլ ասել։ Վեդիում տեղի ունեցած դեպքը գուցե չբարձրաձայնվեր, երկու կողմի շնորհիվ է բարձրաձայնվել, մեկը առաջին հերթին, որ ուսուցիչներն են շատ ուշադիր եղել եւ տեսել, որ ինչ որ բան այն չէ, երկրորդը լրագրողի անդադար լուսաբանումը իհարկե հաշվի առնելով անվտանգության կանոնները եւ իհարկե մարդկանց անձը չբացահայտելու կարեւորությունը, այստեղ փաստորեն ուսուցիչներին մեծ շնորհակալություն, որ այդքան ուշադիր են եղել։ Այո։ Տեսեք, մենք խոսեցինք ընտանիքից, բայց ընտանիքից զատ երեխան օրվա մեծ մասը անց է կացնում նաև դպրոցում, շփվում տարբեր երեխաների հետ, տարբեր սեռեր, եւ այստեղ իհարկե մեծ գործ ունեն անելու նաև ուսուցիչները, որ արել են փաստորեն։ Այո, իհարկե, ասենք շնորհակալություն այդ ուսուցիչներին, որ եղել են ուշադիր, հետևողական, նկատել են իրենց համար տարօրինակ ոչ սովորական երևույթներ, վարքագիծ երեխաների հետ կատարող եւ բարձրաձայնել են դրա մասին, որովհետեւ ասված մի ասե չգիտեինք, չբարձրաձայնելու դեպքում որքան այն երկար կարող էր շարունակվել, այլ ինչ կարող էր տեղի ունենալ այդ երեխաների հետ եւ արդյոք դրա արդյունքում չէին տուժի նաեւ այլ երեխաներ։ Քանի որ գիտենք, որ շատ դեպքերը հաճախ այո ծնողների աչքից վրիպում են եւ դրանք տեղի են ունենում տանից դուրս միջավայրում, կլինի դպրոց, բակ կամ որևէ վայր, որը որ վերահսկելի չէ ծնողի կողմից։ Այս բaragայում եկեղեցու հետ նամազ, գերեզմանատան։ Կարծեմ դպրոցի բակ, հա, որտեղ որ նկատվել է, ինչ որ տեսախցիկներ են դրանք արձանագրել, տարօրինակ հա վարքագիծ եւ այլն։ Եվ սրա արդյունքում եւ սրա շնորհիվ ինֆորմացիան բարձրաձայնվել է եւ շատ կարեւոր է որ այո ցանկացած ուսուցիչ եւս այս հարցերում երեխաների հետ կապված ցանկացած տարօրինակ վարքագծի, տարօրինակ պահվածքի, անգամ հոգեվիճակի մասին բարձրաձայնի եւ այո ծնողին տեղեկացնի եւ իրազեկի դրա մասին, քանի որ դա հնարավորություն է տալուց նաեւ ծնողի ուշադրությունը հրավիրել սեփական երեխայի եւ վարքագծի եւ հոգեկան առողջության վրա։ Ինչ պիտի նկատի ծնողը, երբ պիտի անհանգստանա ծնողը երեխայի վարքագծի պարագայում։ Երեխայի մոտ ինչ պիտի փոխվի, որ մի քիչ անհանգստանա եւ փորձի ավելի ուշադիր լինել։ Գուցե մենք տեղյակ չենք որոշակի հոգեբանական պահվածքի եւ փոփոխությունների հետ կապված եւ որպես ծնող տեղյակ չենք եւ դրա համար ուշադրություն չենք դարձնում։ Ի նկատի ունեք առհասարակ հոգեբանական ինչ որ խնդիրների, թե նման բռնությունների պարագայում։ Տեսեք, նախ բռնությունների պարագայում ինչ դա տեղի ունենալը, ես կուզենամ շատ կարևոր ինֆորմացիա ծնողներին, այսպես ասած, դիմել, որ իրենք նախ իրենց երեխաների հետ շատ ավելի մտերիմ եւ ջերմ շփվեն։ Վստահության հարցն է ստեղծեն վստահության դաշտ
ընկերական, միշտ ասում եմ ընկերություն արեք ձեր երեխաների հետ, հատկապես դեռահասների հետ, որ նրանք ձեզ վստահեն, հասկանան, որ իրենց դժվար, սխալ, քայլի դեպքում դուք իրենց կողքին եք, իրենց կօգնեք, դուք իրենց կպաշտպանեք, իրենք ապահով մթնոլորտում միջավայրում են, հակառակ դեպքում իրենք փորձելու են դա կոծկել, քողարկել, չբարձրաձայնել դրա մասին, որովհետև վախենալու են պատժից, վախենալու են ամոթից կամ վախենալու են պարզապես չընդունված լինելու ծնողի կողմից չընդունված լինելու, չղայնանա, բարկանա, իր վրա չհասկանա իրեն։ Այո, կամ իրեն մեղադրի, որտեղ մենք շատ դեպքերում սովորենք նաև մեղադրել, որ այ դու ուշադիր չէիր, դու զգույշ պետքա լինեիր, դու դա թույլ չպետք կտայիր, դու աղջիկ էիր եւ այլն։ Մենք ունենք, նման արտահայտություններ հաճախ երեխայի մոտ առաջացնել մեղքի զգացում, որ ինքն է մեղավոր որոշակի հարցերում։ Բայց այստեղ միայն իգական սեռի մասին չենք խոսում, մենք գիտենք, որ նաև արական սեռի երեխաները եւս տուժում են այս հարցում եւ ցավոք մոլագարների պարագայում սեռը շատ հաճախ նաև թիրախում հայտնվում են նաև արական սեռի ինձ թվում է արականի պարագայում ավելի բարդ է իրավիճակը, ավելի խոցելի բարձրաձայնելու մասով։ Դե իհարկե դրա մասին խոսելը արական սեռի ներկայացուցիչների, տղաների կողմից շատ ավելի դժվար է խոսել, այո, ավելի ցավոտ է տղայական միջավայրում կամ մտածելակերպում ընդունված լինել կամ չլինելու հարցն է այստեղ լինում եւ նրանց համար այդ թեմայով խոսալը, այն էլ խոսալը ծնողի հետ դրա մասին շատ ավելի բարդ ու դժվար է։ Բայց երբ վստահություն կա, ընկերական միջավայր կա ու գիտի, որ իրեն չեն մեղադրի, այլ թևութի կունք կլինեն, կարծում եմ որոշակի հարցի լուծում կտրվի։ Վստահության մասին խոսեցիք, մենք նաև գիտենք, որ լինում են դեպքեր, որ հենց զոհը, եթե նույնիսկ երեխա չի, այլ հասուն մարդ է, խուսափում է դիմել իրավապահ մարմիններին, որովհետև զուտ չի վստահում։ Այստեղ վստահության հարցը ոչ միայն ծնողի, այլև վստահության հարցը այն մարդկանց նկատմամբ, որոնք պիտի արդարությունը տեսնեն ու բարձրացնեն, պաշտպանեն, այո, շատ դեպքերում պաշտպանեն։ Այո, ցավոք սրտի էլի այդ մտածողության արդյունք է, որ ինչպես ես կընկալվեմ, ինչպես ինձ կընդունեն, արդյոք իմ շահերը պաշտպանված կլինեն բարձրաձայնելու դեպքում, ծաղրի չեն ենթարկի, հասարակության մեջ ես չեմ իզոլացվի, այսպես ասած, որպես ինչ որ թիրախում հայտնված անձ եւ դրանից խուսափելու համար շատ դեպքերում, այո, նույնիսկ մեծ տարիքում, հասուն տարիքում բռնության ենթարկված անձը գերադասում է դրա լռել։ Եվ ամեն ինչ կուտակվում է ներսում, իսկ բռնարարը մնում է անպատիժ։ Անպատիժ, այո, ցավոք սրտի անպատիժ։ Այս պարագայում կուզեի նաև խոսեինք, մենք խոսեցինք, որ չեն դիմում իրավապահներին, բայց փաստացի մենք տեսնում ենք վերջին շրջանում, որ հետաքրքիր, եթե թվային հարաբերակցությամբ նայենք, ապա հոգեբաններին դիմողների թիվը կտրուկ աճել է ու կապ չունի ինչ խնդրով են իրենք դիմում, բայց որոշակի առումով տեսնում ենք մշակույթ ձևավորված, որ եթե խնդիր կա, դիմում են հոգեբանի, արդյոք նաև այս նմանատիպ քեյսերով դիմողներն են շատ եւ շատ են թե ոչ։ Ընտանիքի անդամներն են գալիս երեխայի հետ, որպեսզի հոգեկան վիճակը երեխայի կարգի բերեն այդ պարագայում։ Այո, ցավոք սրտի մեր պրակտիկայում հանդիպել են նման դեպքի, չեմ ասի, որ դրանք շատ են, քանի որ երևի բարձրաձայնելու խնդիր էլ կա, բայց եղել են այո պրակտիկայում, որ հենց այս խնդրով են դիմել եւ աղջիկ եւ տղա երեխա, ով ենթարկվել է նման բռնության եւ ծնողը իհարկե շատ ավելի ուշ դրա մասին իրազեկվելով, տեղեկանալով, իհարկե նաեւ դեպքերից որը շատ գովելի է արդեն դիմել էին ոստիկանություն, տվյալ անձը արդեն ենթարկվել էր պատասխանատվության, բայց նաեւ ցանկանում էին, որ իրենց երեխան հոգեպես ավելի ամուր լինի, ավելի ուժեղ լինի, հասկանա ինչպես իրեն պետքա պաշտպանի նման պարագաներում, ինչպես իրեն պետքա կարողանա պահել, դրսևորել, որ նմանատիպ երևույթները այլևս չկրկնվեն։ Այստեղ վերադառնանք ծնողներին, որովհետև շատ մեծ նշանակություն ունի ծնողի վերաբերմունքը երեխայի նկատմամբ, ինչպես պատմել կամ բացատրել երեխային այս ամենի մասին, որպեսզի չվախեցնես, դու պիտի իրեն ասես չի կարելի ների շարք
որոշակի առումով, որպեսզի իրեն չվախեցնես, բայց միևնույն ժամանակ դա էլ չբերի հակառակ ռեակցիա, այսինքն այնքան վախենա երեխան, որ նորմալ երբ հասունացման տարիքում լինի, արդեն չկարողանա ճիշտ հարաբերություն կառուցել մյուս սեռի ներկայացուցչի հետ։ Սա մենք հաճախ ենք նկատում եւս, երբ երեխային ասում են չի կարելի, այնքան են ասում չի կարելի, որ այս մարդը նույնիսկ երբ հասունանում եւ պիտի ընտրություն կատարի, արդեն բարդույթավորված երեխային վախեր, այս դրա մասին էլ կուզեի խոսեինք։ Տեսեք, սեռական դաստիարակության, սեռական կրթության մասին բարձրաձայնելիս ծնողը պետք է հասկանա, որ յուրաքանչյուր տարիքում իհարկե այդ տարիքին բնորոշ ինֆորմացիա պետք է կարողանա երեխային փոխանցել, որ երեխան ի վիճակի լինի դա ընկալել, ընդունել եւ հասկանալ։ Իհարկե, եթե մենք ավելի փոքր տարիքի երեխային շատ ավելի գունեղ ենք դա ներկայացնում եւ բնականաբար մենք իրեն վախեցնում ենք, այլ ոչ թե ինֆորմացիա ենք փոխանցում, սա շատ կարեւոր է հասկանալ, մենք արդյոք ինֆորմացիա ենք փոխանցում երեխային, թե պարզապես վախեցնում ենք, այդտեղ արդեն երեխան ինքը շատ ավելի տեղեկացված կլինի, որ օրինակ իր մարմինը դա իր տարածքն է։ Իսկ իր տարածքը չեն կարող հատել, անգամ հարազատ մարդիկ կան հատվածներ, որ չի կարելի թույլ տալ, որ հարազատը անգամ մոտենա, ծնողը նույնիսկ մոտենա։ Այստեղ նաև մենք հաճախ տեսնում ենք, որ ծնողը կարող է հագուստ փոխել երեխայի ներկայությամբ, ես ուզում եմ առօրյական մանր, բայց շատ կարևոր խնդիրների մասին էլ խոսենք, որը թույլ են տալիս ծնողները չմտածելով, որ դա որևէ հետևանք կարող է թողնել, կամ հաշվի չեն առնում, որ իրենց տղա երեխան արդեն մեծացել է, իսկ իրենք տարբեր սեռերի ներկայացուցիչներ են եւ քիչ-քիչ արդեն պիտի գալ ու բալանսավորել այդ տարբերակը, որպեսզի երեխան հասկանա, որ դա իր անձնական տարածք է, նույնիսկ մայրիկը, այդտեղ մենք գիտենք, որ ցավոք մեր արժե համակարգում ենք տեսնում ենք ընտանիքներ, որ մայրը բավականին մեծ է, տղան բավականին հասուն, մեծ մարդ է, բայց միևնույն է մայրը ինչ որ սահմաններ ունի անցած, հա, թեկուզ խնամքի առումով զուտ։ Այո, իհարկե, դա այդ տեղեկացված, իրազեկված եւ ինչու՞ չէ նաեւ շատ դեպքերում կրթված ծնողների պահվածքն է, որը որ պետքա ճիշտ հասկանա, գիտակցի, որ կան բաներ, որ արդեն որոշակի տարիքից երեխայի ներկայությամբ չի կարելի այլևս թույլ տալ։ Տարիքը մոտավոր եկեք հասկանանք, հատկապես մայրիկը արական սեռ իր տղայի հետ հարաբերություններում, որ տարիքից պիտի որոշակի սահմաններ արդեն իր համար դնի։ Դա այն տարիքն է, երբ որ արդեն երեխան կարողանում է տարբերել իր մարմնի մասերը եւ տարբերակել ըստ սեռերի։ Արդեն երբ որ երեխան գիտակցում է, ընկալում է իր եսը, ով է ինքը տղա է, ինքը աղջիկ է, տարբերում է ծնողների սեռերը եւ այլն, այդ տարիքից արդեն սկսած երեխային պետքա որոշակի սահմանափակումներով ծնողը թույլ տա ազատություն երեխայի ներկայությամբ։ Իսկ դա արդեն մի փոքր ավելի մեծ տարիքում, հատկապես սեռը հասունացման տարիքում աղջիկների մոտ դա ավելի շուտ է, քան տղաների մոտ 8-9-10 տարեկանը դա արդեն բավականին մեծ է, շատ ավելի գիտակից երեխա է, արդեն այդ տարիքից չի կարելի ազատ զգեստափոխվել, որոշակի սահմաններ անցնել, թույլ տալ նման մտերմիկ ջերմ, չգիտեմ, համբույրների, գգվանքների եւ այլն, քանի որ երեխաները դրանք շատ կարող են հատկապես հասունացման շրջանում։ Հատկապես, այո։ Այս պարագայում խնդիրն այն է, որպեսզի նա կարողանա տարբերել, որ այս ինտիմ հատվածներ կան եւ իրավիճակներ կան, որ միայն իրենն է եւ այո, միայն իրենն է եւ դա անգամ ծնողը չի կարող իրեն թույլ տալ։ Այսինքն կարող եմ ենթադրել, որ եթե ծնողը չի կարող, էլ հարազատի մասին չենք էլ խոսում։ Իհարկե, այո, բնականաբար երեխային նման գործողության։ Այո, նման տեղեկատվություն տալով երեխային մենք իրեն արդեն պաշտպանում ենք։ Իրավիճակը բավականին հեշտանում է, երբ ընտանիքում եւ հայրիկ կա եւ մայրիկ կա, որովհետեւ որոշակի ժամանակահատվածից թե առողջ գեղեցիկ ընտանիքի է, ապա որոշակի դերաբաշխում է տեղի ունենում, հայրիկներն են ավելի շատ զբաղվում տղաների հասունացման հետ կապված որոշակի խնդիրներով, մայրիկներն էլ աղջիկներին, բայց բարդանում է խնդիրը, երբ օրինակ միայն մայրն է տանը եւ մայրը ստիպված է ինչ որ տարբերակներ փնտրել, որպեսզի իր տղային բացատրի կամ բերի կրթված վիճակի, այստեղ ինչ խնդիրներ կարող են առաջանալ, ինչպես մայրիկը գործի։
Այո, մայրիկները, հատկապես հայ մայրիկները այս հարցում շատ են դժվարանում, շատ մեծ բարիեր կա ստեղծված, հա, երեխաում ծնող հարաբերություններում այդ հարցում, քանի որ մայրը ինքը չի կարողանում խոսել իր երեխայի հետ դրա մասին։ Այո, ելնելով անհարմարությունից, ելնելով իր ստացած դաստիարակությունից, քանի որ ավելի վաղ սերունդը, հա, այնպեսի դաստիարակություն է ստացել խորհրդային տարիները, դրանից հետ խորհրդային տարիները ինչու՞ չէ, ստացել եմ պսի դաստիարակություն, որ այդ թեման ընտանիքներում եղել է միշտ փակ, տաբու, այո, եւ դրա մասին չեն խոսել։ Ինչի ընտանիքում դպրոցում միշտ այդ դպրոցում եւս դասը, հատկապես կենսաբանության առարկայի դասը չէին կանցնում։ Այո, շատ ուսուցիչներ էլ նույնիսկ խուսափում էին կամ շատ բայց կարծես փոխվել է, չէ՞, արդեն կարող են բավականին, այո, բավականին փոխվել է։ Հատկապես որ ինֆորմացիոն աղբյուրները այնքան շատ են, որ երեխաները այո, պետքա դա գիտակցենք, հարգելույցն է, որ ինֆորմացիան այնքան շատ է, որ երեխան միևնույնն է այդ ինֆորմացիան ստանալու է, բայց հարցը թե որտեղից եւ ինչ ճանապարհով եւ ինչպես է դա հասկանալու։ Ինձ համար հիանալի օրինակ էր, երբ յուրս դպրոցի ուսուցչուհի էր գրականության եւ ասաց, որ փորձում է երեխաներին նաեւ սիրո մասին եւ գգվանքների ու գեղեցիկ այդ հարաբերությունների մասին ծանոթացնել երեխաներին գրականության միջոցով, որովհետև գեղագիտական է, շատ գեղեցիկ է, էսթետիկ է եւ հետո արդեն քիչ-քիչ գնալ եւ իրականության մոտ ավելի ներկայացնել այդ ամենը։ Ըստ տարիքի կարծում եմ, ինչքան որ հնարավոր է, որ երեխան այդ տարիքում ընկալի այդ ինֆորմացիան, պետք է համապատասխան իր զարգացվածության աստիճանի տրամադրել։ Այսինքն այստեղ էլ է շատ կարևոր անհատական մոտեցումը կախված երեխայից, իր ընկալումներից, իր խառնվածքից, դրանք պետք է հաշվի առնել։ Միանշանակ պետք է դա հաշվի առնել, որովհետև տեսեք նման իրավիճակներում հաճախ թիրախային խմբում հայտնվում են այնպիսի երեխաները, ովքեր ունենում են որոշակի ինտելեկտուալ եւ այլ սահմանափակումներ։ Եվ իրենց, այսպես ասած, մոլորեցնելը, համոզելը շատ ավելի հեշտ է։ Այսինքն խոցելի են ինչ որ չէ։ Իհարկե, իրենք խոցելի են լինում այդ իրավիճակներում։ Հաշվի առնելով նրանց այդպիսի վիճակը, շատ դեպքերում նաև ինչ որ ֆիզիոլոգիական սահմանափակումները եւ այլն, դրանք դառնում են, այսպես ասած, թիրախային խումբ։ Նման այո, դրանով է պայմանավորված հաճախ, որ իրենք նույնիսկ շատ դեպքերում չեն ընկալում ինչ է կատարվում իրենց հետ, դա արդյոք նորմալ է, ընդունելի է, կարելի է թե ոչ։ Եվ այդ է պատճառը, որ հաճախ երեխան նույնիսկ չգիտի դրա մասին, արդյոք դա կարևոր ինֆորմացիա է, որպեսզի ծնողին դա հայտնի թե ոչ։ Դե էլ չենք խոսում վախի միջավայր ստեղծելը։ Վերջին շրջանում շատ են տարածվում նաև ոդկասթներ, որտեղ հենց իրական մարդիկ, հասուն մարդիկ պատմում են հենց նման իրավիճակների մասին, որ տեղի է ունեցել իրենց հետ փոքր տարիքում ու մեծամասնությունը խոսում է նրա մասին, որ իրենք չէին հասկանում, թե ինչ է կատարվում, իրենց ասում էին, թե սա նորմալ է, սա լավ է եւ այլն, որքան էլ իրենց համար հաճելի չէր, այդուհանդերձ ընկնում էին թիրախը։ Եվ հետեւաբար շատերը նաև մեղադրում էին ծնողներին, որովհետև չեն հասկացվել եւ մեղադրանքներ է հնչեցվել ու այստեղ ազգությունը բացարձակ կապ չունի, որովհետև ես խոսում եմ այն քեյսերի մասին, որ հայերը չեն պատմել, այլ օտարազգին ներկայացուցիչների էի լսում ու ես հասկացա մի բան, որ մարդկության կապ չունի ազգությունը այս պարագայում, բռնությունը ամենտեղ էլ կա, եղել է, ուղղակի պետք է իրազեկվածության միջոցով փորձենք քչացնել, պաշտպանված լինել։ Որքան որ տեղեկացված ու իրազեկված ենք, այնքան ավելի պաշտպանված կարող ենք լինել։ Եթե ծնողը կասկածում է, որ երեխայի հետ ինչ որ բան այն չէ, ինչ քայլեր պիտի անի նա առաջին հերթին, ինչպես մոտենա երեխային, որպեսզի չխրտնի եւ ստեղծի ձեր ասած վստահելի միջավայրը, որպեսզի երեխան չվախենա եւ բարձրաձայնի խնդիրը։ Սա ամենաբարդն է երևի։ Այո, իհարկե, ամենաբարդն է, որովհետև երբ որ ծնողը նկատում է ինչ որ մի բան իր երեխայի հետ այն չէ, օրինակ հաճախ կարող է դա լինել այսպիսի տեսքով փակված, ինքնամփոփ դարձած երեխա, ավելի չշփվող, իսկ ագրեսիա նաև ագրեսիա, այո։ Իհարկե շատ դեպքերում ագրեսիան եւ էմոցիոնալ ինչ որ տատանումները բնորոշ են ինչ որ տարիքային խմբի, օրինակ դեռահասության տարիքին դա հաճախ բնորոշ է։ Մենք շատ դեպքերում դա կարող ենք խառնել, հա, դա լավ չգիտակցել, բայց այո, նաև ագրեսիվ դրսևորումները, տագնապային վիճակները, հա, երբ որ երեխան անհիմն ունի տագնապներ,
անհանգստություններ, քնի խանգարումներ, ախորժակի բացակայություն, դա խոսում է արդեն հոգեկան վիճակում, որոշակի խնդրի մասին։ Եվ բնականաբար ծնողը պետք է զրուցի երեխայի հետ, խոսի որպես ընկեր, որպես ընկերուհի, ինչ է կատարվում քեզ հետ, ամեն ինչ քեզ հետ նորմալ է, դպրոցում ինչպես է քո կյանքը։ Բայց միանգամից չհարցնի, չէ՞։ Իհարկե, ուղիղ ֆիքսենք, ուղիղ չենք հարցնում։ Որովհետև շատ դեպքերում ուղիղ հարցից կարող է երեխան փակվել, այո, եւ չուզենալ դրա մասին խոսել։ Դրա համար շատ դեպքերում ես կուզենամ, որ ծնողները ոչ միայն ուշադրություն դարձնեն, օրինակ երեխան այդ օր եկել է, ինչ է ստացել դպրոցում, այլ հասարակ ինչպես է անցկացրել իր օրը, ինչ է տեղի ունեցել, ինչ շփում է ունեցել ընկերների, ընկերուհիների հետ, ինչ են արել ընկերուհիները, ինչ են արել, ինչից են զրուցել, փորձի իր համար էլ հետաքրքիր դարձնել այդ զրույցը, մտնել այդ թեմայի մեջ, որպեսզի երեխային ինքը շատ մոտ գտնվի։ Ինչի է հաճախ օրինակ դեռահասության տարիքում երեխաները հեռվանում են ծնողներից, որովհետև այդ տարիքում ծնողները այո դեռ չեն կարողանում ընկալել, որ իրենց երեխան որոշակի փուլից արդեն անցել է, դեռ երեխա չէ, բայց մեծել չեն կարողանում ընկալել։ Մեջտեղի փուլն է, այո, այդ դժվար փուլն է։ Իսկ երեխան արդեն իրեն մեծ է ընկալում, ինքը մտածում է, որ արդեն ինքը ամեն ինչ կարող է եւ մայր իրեն ընկալում է կամ հայր իրեն ընկալում է երեխա եւ այդ պատնեշ, այդ սառնությունը սկսում է իրենց մեջ առաջանալ եւ սկսում են ծնողից հեռանալ եւ ավելի մոտենալ իրենց շրջապատին, հասակակիցներին, ընկերներին։ Ինչու՞, որովհետեւ նրանք իրենց հասկանում են։ Նրանք իրենց երեխա չեն վերաբերվում։ Այստեղ հիշեցի դեպքեր, երբ ընկերուհիներով ենք, մեկից մայրիկը բոլորիս ընկերն է, որովհետև ընկերական է ու իրենք վախենում էին իրենց մայրիկին պատմեին։ Այո։ Եվ սա խոսում է ձեր բարձրաձայնած խնդրի մասին, որ շատ կարևոր է, որ ընկերական լինենք, որպեսզի այդ վստահության շեմը ունենանք։ Այստեղ on-line հարթակում Գայանե Խաչատրյանն է գրում այդ զահրուրելի դեպքին է անդրադառնում եւ ասում է դուք ընդամենը ծրագրեր եք առաջ քաշում, արմատախիլ անող առաջարկներ են պետք ու պահանջել, հոգեբանը չի պիտի առաջարկի արմատախիլ անող ծրագրեր, նախ սկսենք հոգեբանի գործառույթը բոլորովին այլ է, փորձել հոգեբանական կայունություն ապահովել, հարգելի ռադիոլսող, եւ մեր զրույցը բացարձակ նրա մասին է, թե ինչպես տեղի չունենան այդ դեպքերը, ինչպես անել, որպեսզի դրանք տեղի չունենան, զուտ այս զահրուրելի պատմությունը օրինակ հանդիսացավ, որպեսզի խոսենք այդ մասին, որպեսզի դրանք տեղի չունենան, իսկ քննությունը դեռ շարունակվում է եւ բնականաբար մենք զերծ կմնանք որևէ մեկնաբանությունից քննության հետ կապված, քանի դեռ ընթացքի մեջ է ամեն ինչ։ Ամենակարևորը, որ երեխաների կողքին կան իրավաբաններ, որոնք թեև ու թիկունք են, կարևորը, որ ծնողներն են կողքներին եւ կարևորը, որ մարդիկ կան, որոնք վստահության սրտացավ մարդիկ կան եւ կօգնեն։ Կարող ենք ասել, որ այդուհանդերձ մենք տեսնում ենք ընդհանրապես հասարակության մտածողության փոփոխություն։ Կարծես թե առաջին դեպքն է, ցավով պիտի ասեմ այդպես, որ զոհին մեղադրանքներ չեն հնչեցվում։ Միշտ մենք տեսնում ենք, որ որևէ խնդիր երբ լինում է, նմանատիպ ու այստեղ կապ չունի երեխա թե մեծահասակ, միշտ սկսում են մեղադրել կնոջը, ով զոհ է, ու կանայք են որպես այդ կանոն հենց մեղադրողները լինում հարթակներում գրում, մենք կարծես թե ոնց որ անցել ենք, արդեն այդ կարող ենք ասել, որ սա առաջի դեպքն է, որ ավելի նորմալ ենք վերաբերվում, ավելի ճիշտ ենք մոտենում հարցին, ընկալում ենք, որ հարցը կապված է երեխաների հետ, թիրախային խմբում հայտնված երեխաների հետ, խոցելի իրավիճակում գտնվող երեխաների հետ եւ շատ այո, այդ փաստը նորմալ է, չեմ ասի գովելի, բայց նորմալ է, որ մենք ոչ թե զոհին մեղադրենք, այլ ագրեսորին կամ բռնարարին, հանցագործին, ով իրականացրել է նման գործողություններ, բնականաբար կարծում եմ մարդկային քաղաքակրթության, գիտակցության, զարգացման հետ, մտածողության հետ միասին, այո, մենք կարողանանք օբյեկտիվ իրավիճակը գնահատել եւ դադարել մեղադրել, որովհետեւ դրանով էականորեն ոչինչ չի փոխվում, մենք ավելի դրանց դարձնում ենք հասարակության թիրախ, եւ բնականաբար հասկանում են, որ իրանք հասարակության մեջ էլ անգամ պաշտպանված չեն։ Շնորհակալ եմ ձեզ մանրամասներ ներկայացնելու համար, կարող ենք ուղղակի եզրահանգման գալ, որ խնդիրները կանխելու համար նախ եւ առաջ պետք է լինի վստահություն ծնող երեխա հարաբերություններում եւ դա պիտի լինի շատ առողջ ու ընկերական
եւ բնականաբար կախված ձեր երեխայի ձեզնից լավ ոչ ոք չի ճանաչում, հետեւաբար դուք գիտեք թե ինչպես պիտի մոտենաք այդ հարցին եւ նրան քիչ-քիչ պատրաստեք, որպեսզի նա կարողանա ինքն իրեն պաշտպանի եւ հիշենք մի կարեւոր բան, ոչ ոք ոչինչից ապահովագրված չէ եւ կարող են շատ ինքնավստահ մարդիկ հայտնվել թիրախում։ Հիշեցնեմ զրուցակիցս էր Ժեստ հոգեբանական կենտրոնի հոգեբան Կիմա Գևորգյանը, ես Լուսինե Մուրադյանն եմ, առաջարկում եմ շարունակել հետևել Հանրային ռադիոյի աշխատանքին։ Քո ձայնը